Տեր հայր, ինչպես է գնահատում եկեղեցի պետություն հարաբերությունները, վերջին շրջանում դրանք մի տեսակ լարված են, ինչ կասեք, ինչն էր պատճառը, որ այսպես սկսեցին սրվել պետություն եկեղեցի հարաբերությունները։ Եկեղեցի պետություն հարաբերությունները սրված չեն, եկեղեցի և պետական այրերի հարաբերություններն են սրված։ Որովհետև այս պետությունը եկեղեցու ծնունդն է։ Եկեղեցին միշտ պետությանը փայփայել է, չեղած ստեղնել, ամեն ջանք գործադրել է, որ պետությունը ստանա։ Ու պետական այրերը ուրիշ բան են կատարում։ Եվ հարաբերությունները գնահատելու կարիք չկա, հարաբերություն չկա, ինչ պիտի գնահատես։ Դե հարաբերություն կա։ Բոլոր տեսակի հնարավորությունները օգտագործվում է պետական այրերի կողմից, ապարատի կողմից։ Որովհետեւ եկեղեցական հեղինակությունը հլուզի։ Իհարկե չպիտի կարող անել։ Իշխանելով հասարակության մեջ կարող է տարբեր մեկնաբանություններ։ Եկեղեցին առաջ անգամ չի տեսնում նման բան։ 2000-ամյա եկեղեցին ընդամենը մի քանի տարեկան պետական այրերին երբեք չի դրապարտում։ Միքայել Սրբազանը մի այդպիսի խոսք ուներ, ասում էր, ովքեր դուրս են եկել եկեղեցու դեմ, միանշանակ իրենք պարտվելու են, չեն կարողանալու հաջողել։ Մենք փաստացի 3 սրբազաններ ունենք ձերբակալված և Արագածոտնի թեմից մի քանի հոգևորականներ։ Իշխանությունը ինչ փորձեց իր այս քայլերով ցույց տալ հասարակությանը։ Մի նոր բան չի ցույց տալիս, ոչ էլ սա փորձ է, սա իր հանրահավաքական ծրագրի մաս է կազմում, պետք է կատարել, հանրահավաքություններ են կատարում։ Իշխանությունը չէ, ելին նորից եմ ասում, սրանք այս ամենը կատարվում է իշխանությանը եկած անձերի կողմից, որոշակի խմբի, ապարատի կողմից է։ Եվ այդ խոսքը Միքայել Սրբազանը որ ասել է, որ դուրս կա եկեղեցու դեմ, Միքայել Սրբազանը ուղղակի իր ժամանակի մեջ բարձրաձայնել է։ Այդ խոսքը Աստված է ասել։ Եվ Աստծո ծառայող անձերը, եւ այդ խոսքի լավ ճանաչողները, եւ Աստծո խոսքի հետևողները ժամանակ առ ժամանակ բոլոր սերունդներին տեղեկացնում եւ զգուշացնում են, որ այդ սխալը չկատարվի հանգարց։ Նույնիսկ եկեղեցուն դեմ դուրս գալ նշանակում է Աստծուն դեմ դուրս գալ։ Եթե որևէ մեկը կարծում է, թե Աստծո հետ մենամարտելու հնարավորություն ունի, թող ելի մենամարտելու։ Դա մի վեմ է, ասում է Ավետարանը, որ ում վրա անգա պիտի ճզմե։ Տեր հայր, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել իր վեհարանն ազատագրելու գաղափարից, ասում է ինքը անձամբ է ղեկավարելու այդ շարժումը։ Վեհարանն ազատագրելու, ասում է վեհարանը վեհի, իր կարգախոսը դա լինելու։ Վեհարանը վեհին էլ կա։ Վեհարանը միշտ եղել է պատկանել է վեհին, հիմա էլ պատկանում է վեհին։ Իսկ որ վեհի վեհությունը չի հասկանում, բնականաբար իր գիտակցությանը, հասկացողությանը, մակարդակին համապատասխան արտահայտությունը գործողություններ պետք է կատարի։ Վեհարանը ազատագրել արտահայտությունը կլիներ այն ժամանակ, եթե թշնամին արգրաված եղներ, մենք էլ ազատագրեինք։ Թշնամին արգրավել է, զոր վեհարանում թուրքն է նստած։ Կա այդպիսի բան։ Չկա, չէ՞։ Վեհարանում եսօր վեհափառն է և Մայրաթորում եսօր հայ եկեղեցու հոգևորականներն են։ Որոնք որ գոնե վերջի սերունդի աչքի առաջ ինչ տեսակի նվիրումով իրենց ծառայությունը բերեցին հայրենական կյանքին, բոլորը տեսան։ Թշնամու դեմ կռվող հայրենական կյանքի համար նվիրյալ իրենց անձերը նվիրաբերող
հոգևորականները հավաքված են Վեհարանում եւ Մայրաթորում եւ Հայոց եկեղեցում։ Ումից պետք է ազատագրեն։ Դուք մտածում եք պետական իշխանությունը օգտագործել որևէ կամայականություն իրագործելու համար, ի վերջո հաջողվելու է։ Պետական իշխանությունը տրված է, որպեսզի պետական այրեր այդ իշխանությամբ պետական եւ հայրենական կյանքը զարգացնեն, ոչ թե փլուզեն։ Իսկ եթե օգտագործվում է այդ իշխանությունը կամայականության համար, այսօր պետական իշխանությունը չէ, որ մեղավոր է կամ ավելորդ, պետական իշխանությունը միշտ մնում է կարևոր, բայց պետական այրերը այստեղ արդեն մնում են որոշակի հարցերի առաջ կանգնած։ Եվ ուշ թե շուտ պատասխան են տալ, չնայած ոչ մեկը չի տվել այդպիսի պատասխան, այսինքն չունի տալու, չի կարողացել, դատապարտության առաջ են կանգնած, ուշ թե շուտ, թե պատմությունն է դատապարտելու, թե սերունդն է դատապարտելու, առավել ևս թե Աստծո դատաստանի առաջ են կանգնելու։ Այնպես որ մենք չենք վախենում, երբեք չենք վախեցել, հիմա էլ չենք վախենում, Հայոց եկեղեցին, հայ հոգևորականը երբեք էլ չի վախեցել, որովհետև մինչև որ պետք է հարձակում լինի, մենք գիտենք, որ մեզից զգուշացված է, տեղեկացված, իհարկե հակառակորդը սատանան հարձակումներ գործել, այս ամեն բերտերին հարձակվելով թշնամիները միշտ պարտվում են։ Տեր սրբազանների կալանավորումը արդյոք խոսում է իշխանության վախերի մասին։ Ես ախր չեմ ուզում իշխանություն բառը օգտագործել, դրա համար ես այդ այրերի մասին եմ խոսում, անձերի մասին։ Այո, իհարկե։ Հիսուսին խաչելու ժամանակ սատանան չէր վախենում։ Վախենում էր, որ ուզեց իբր թե մեջտեղից հանի։ Վախենում էր, որ հնարավոր է իր թելադրած կյանքը փչանա։ Շահի կյանքը, անձի կյանքը, աշխարհի կյանքը, ասում էր, թե այս ինչ մի նոր կյանք է բերել, այս անձը փչացել է իմ կազմածը, իմ թակավորությունը կփլուզը, իրան մեջտեղից հանը։ Նույն բանն է հիմա կատարում։ Երբ վախից է։ Որովհետև ինչ որ ուզում են իրան փոխելու, վախենում են, որ նման անձերը, սրբազանի նման անձերը, որոնք որ հայրենանը վերել, կփլուզեն իրենց ծրագիրը։ Եվ գիտեն, թե անձերի մեջտեղից հանելով ծրագիրը պետք է հասնի իր ավարտին։ Մեկ է փլուզվելու այդ ծրագիրը։